Ուզում ես ընտանիքիդ անդամներին ուրախացնես նոր բաղադրատոմսով, խոլովակը դիտիր մինչև վերջ, վաղը դու էլ կպատրաստես։ Վերցնում ենք տավարի ֆիլե, բարակ-բարակ կտրատում ենք եւ ծեծում երկու կողմից։ Լանգե տարված մսակտորները պետք է մարինացնել եւ թողնել հանգստանալ։ Մարինադի համար անհրաժեշտ բոլոր համեմունքները կգրեմ տեքստի մեջ։ Չմոռանաք բուսայուղի եւ սոյայի մասին։ Եթե դեռ չես հետևում իմ էջին, ապա հենց հիմա բաժանորդագրվիր, քանի որ ինձ մոտ համեղ է եւ շատ արագ։ Մինչեւ մսակտորները կմարինացվեն, մենք կպատրաստենք միասին միչուկը։ Այն կարող է լինել ամենատարբեր ինչ մթերքներ, որ սիրում եք։ Իմ դեպքում մարինացված սունկ է եւ պանիր։ Կարող եք նաեւ լոլիկ ավելացնել, պղպեղ ավելացնել, ինչ որ ցանկանաք։ Միչուկը լցնում ենք մսի վրա եւ ռուլետանման փաթաթում։ Այդ չոփիկներով երկու կողմից ամրացրեք, որ չբացվի։ Շատ տաք բուսայուղի մեջ բոլոր կողմերից կարմրացնում ենք ռուլետները եւ տեղավորում ենք հրակայուն տարայի մեջ։ Ստում ենք հատուկ սոուս, որի մեջ եփելու ենք ռոլերը ջեռոցում։ Թթվասեր, տոմատի մածուկ եւ համեմունքներ։ Կավելացնեք նաև չորացված ռեհան։ Մի փոքր էլ տապակված յուղից ավելացրեք մեջը։ Շարված ռոլերի վրա ավելացնում ենք միչուկի մնացածը եւ լցնում սոուսը։ Սկզբում փակում ենք յուղաթղթով, հետո փայլաթիթեղով։ Ուղարկում ենք 190 աստիճանում մոտ 1 ժամ եփվելու։ Այն կարող եք հնդկաձավարի, կարտոֆիլի կամ գրիլ արված բանջարեղենի հետ մատուցել։